Հուսանք, որ այստեղ ես Հայաստանի իշխանությունների թերացում եմ տեսնում, բայց հուսանք, որ շատ շուտով մենք կտեսնենք նաև աշխատանքներ գետնի վրա, կտեսնենք այն էքսկավատորը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ասում է, էքսկավատորը չի գնացել, մարդիկ ասում են աշխատանք չկա, հուսանք շուտով այդ էքսկավատորը կտեսնենք եւ մարդիկ կտեսնեն, որ աշխատանքներն են իրականացվում։ Այսինքն, եթե Հայաստանի իշխանությունները աշխատում են, ապա արդյունքներ մենք կունենանք։ Եթե Հայաստանի իշխանությունները ոչինչ չանեն, նստեն սպասեն, որ Տրամպը իրենց փոխարեն ինչ-որ բան է անելու, ոչ մի բան չստացի։ Թերացում ասելով նկատի ունեք դանդաղկոտությունը, Դանդաղկոտություն, որովհետև ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի հետ այն կետով, թե ստորագրելու հաջորդ օրը էքսկավատորը չէր գնալու։ Ինչու չէր գնալու։ Թող գնար այդ էքսկավատորը եւ աներ այն աշխատանքը, որը ի վերջո անելու ենք մենք։ Թող չգնար այդտեղ այդ էքսկավատորը, եթե այդտեղ նոր ինչ-որ այլ տրամաբանություն պիտի աշխատի, թող գնար մեկ այլ տեղում աշխատանք անել, օրինակ Երասխում էքսկավատորը կարող էր հողային աշխատանքներ անել օգոստոսի 9-ին, եւ դա ցույց կտար, որ Հայաստանի իշխանությունները բավական լուրջ են տրամադրված այդ գործընթացների նկատմամբ հենց մեր հասարակությանը, որովհետեւ այն, ինչ դուք նշում եք, անդիմության կողմից մանիպուլացնելը գործընթացը հայտարարել, որ ոչինչ չի ստացվի, հնարավոր է դառնում հենց նրա համար, որ մարդիկ չեն տեսնում այդ էքսկավատորը։ Եթե մարդիկ դա տեսնեն, անդիմությունը չի կարողանա մանիպուլացնել։ Եվ ես նորից նշեմ, պարտադիր չէ, որ այդ էքսկավատորը հենց այնտեղ գնար եւ հենց այնտեղ կործաներ, որտեղ ենթադրվում է, որ կարող է այլ կապալառու ընկերություն լինել։ Էքսկավատորը կարող է աշխատել այլ հատվածում եւ կարելի է դա, այսպես ասենք, վերցնել եւ ձևավորել ու ներկայացնել որպես օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո Հայաստանի տնային աշխատանք գետնի վրա, հողի վրա, Հայաստանի միջոցներով։